Բարև մեր սիրելի ունկնդիրներին, հիշեցնում եմ, որ եթերում է Մարիշի հետ հաղորդումը Մարիա Հակոբյանյանի հետ միասին։ Շնորհակալություն, որ ժամանակ եք տրամադրել մեզ միանալու եւ լսելու մեր հերթական հաղորդումը։ Այսօրվա մեր հյուրն է իմ շատ սիրելի Իննա Վերլինսկա։ Ին, привет։ Привет։ Ոնց ես։ Լավ։ Շատ մերսի, որ եկել ես, ժամանակ ես գտել։ Ես էլ շնորհակալություն, որ հրավիրել ես։ Ին Վերլինսկա, սկսենք դրանից։ Ես հիշում եմ, որ Facebook-ում Expo-ին վերանվիրված մարդ իմ անգալիս, որ գա օքերը արխիվներում հետ քրքրեր, մեկել Իննա Վերլինսկա նամակ ուղարկում, ես ասեմ Վերլինսկա, ինչ ուզում ես աղջիկը, բան, մեկել Իննան տենց, բարև ձեզ, ես կուզենայի բան, ինչ Վերլինսկա։ Ամուսնուս ազգանուն է։ Հա, ասել իր ամուսնուն էլ մեր հայ Երևանցի իսկական ազգանունը սխալ են ընտրել։ Սերգեյ ջան, մենք է շատ սիրում ենք։ Ին արի մի քիչ փակագծերը բացենք մարդկանց համար, որտեվ շատ մարդ կա քեզ լսում է ամեն օր, բայց չգիտի ում է լսում, չէ՞։ Չգիտեմ, երևի կարող է եթե լսում են ձայնից կգուշակեն։ Հետաքրքիր է, մարդիկ կարող են գուշակել, թե ում ձայնն է։ Կարող ենք կվեստ անել, ով կգուշակի։ Դրա համար պետք է երկրորդ բանությունները կգրի։ Բանությունները, բայց մենք փակագծերը կբացենք։ Ուրեմն մեր սիրելի Իննան պատրաստում ամեն օր մեր բոլորի համար նորություններ Բելգահայ ռադիոյի համար։ Ամեն օր։ Ամեն օր պատրաստում ենք ֆայլեր, որտեղ ընդգրկում ենք օրվա ընթացիկ նորությունները, ինչ է եղել Հայաստանում, ինչ է կատարվել քաղաքական, տնտեսական, մշակութային, սպորտային նորություններ։ Պատրաստում ենք, թարգմանում ենք ֆրանսերեն, կարդում ենք հայերեն ու ֆրանսերեն տարբերակներով, որը առավոտյան մարդիկ, որ զարթնեն միացնեն Բելգահայ ռադիոն, կարողանան նորություններ իմանան Հայաստանում ինչ է կատարվում։ Ամենօրյա աշխատանք է ման։ Անկախ թե քո ծրագիրը օրվա ոնց է ընթանում։ Անկախ ամեն ինչից տոնը հանգստյան օր է, թե ինչ է, մենք պատրաստում ենք նորություններ, մեկ-մեկ անում ենք փոքրիկ արձակուրդներ, ամառային սեզոնին, երբ որ նորություններ քիչ են, բայց եթե ինչ-որ նորություններ լինում են, մեկա թողարկումներ պատրաստում ենք։ Այնպես որ այսուհետև կիմանաք, որ նորությունները կարդում է Իննա Վերլինսկան, եթե ուզում եք իր հետ անձամբ ծանոթանալ, եկեք մեր երեկոների, ինքը միշտ լինում է։ Ին, ո՞ր ես ծնվել։ Ես ծնվել եմ Բաքվում։ Հետո դեպքերի հետ կապված, բնականաբար ընտանիքով տեղափոխվել ենք, եկել ենք Հայաստան։ Դպրոցը Հայաստանում եմ ավարտել, համալսարան եմ ավարտել մանկավարժական։ Մանկավարժական։ Մասնագիտությամբ դասվարեն։ Հետո այդպես ստացվեց, որ չկարողացա այդ ուղղությամբ գնալ, այսինքն այն ժամանակ աշխատավարձը շատ ցածր էր, հնարավորությունները շատ քիչ էին ընդունվելու դպրոց։ Սկսեցի ուրիշ ոլորտման գալ եւ այդպես ստացվեց, որ շատ պատահական հայտնվեցի լրագրության մեջ։ Իսկ պատահականը ոնց էր։ Պատահականը ես պատրաստում եմ աշխատանք գտնել կոմպյուտերի հետ կապված։ Իրենք աշխատանք են մանգալի աշխատող, ով որ կարող էր email-ներ ստուգել, ինչ-որ շտկեր տպել։ Ադմինիստրատիվ այսպիսի աշխատանք հիմնականում համ ինչ-որ ռասուլկաներ անել, ինչ-որ բաներ։ Մեյլինգներ, բաներ երևի։ Մեյլինգներ, հա, այն ժամանակ այդքան տարածված չէր։ Չէ, հա, դժվար էր։ Կայքի վրա դնելը դա առանձին ինչ-որ հմտություններ էր, գիտություններ։ Դիմեցի այդ վականցիայի աշխատանքի համար ու պարզվեց, որ արդեն զբաղված է, բայց իրենք առաջարկեցին ուրիշ տարբերակ, առաջարկեցին փորձել ուժերը լրագրության կամ մարքեթինգի մեջ։ Մտածեցի, ասեցի ես ուր մարքեթինգ կամ լրագրություն ուր, բայց որոշեցի ընտրել լրագրություն, փորձեցի մի քիչ, սովորեցրեցին 0-ից մինչև սկսեցի որպես հասարակ ստաժոր։ Հետո դարձա Քանի տարեկան էիր արդեն։ 21-22 տարեկան էի։ Հետո դարձա լրագրող, մանրից հասա առաջատար լրագրողի, քանի անգամ հրաժարվել եմ գլխավոր խմբագրի։ Որ Նովոստի Արմենիա ի արկա լրատվական գործակալությունները։ Նովոստի Արմենիա ռուսերեն էի գրում, հա, իսկ արկան հայերեն։ Երկուսն էլ ռուսերեն, թարգմանվում էին հայերեն, մենք հայերեն լսում ենք, ռուսերեն գրում ենք միանգամից նորությունները, online հավաքում ես։
Բարձա։ Բայց ես գիտեմ, որ դու սկզբում որ եկել ես Հայաստան, քո հայերեն այդքան լավ չէր, չէ՞։ Հետո պետք է աշխատել։ Հայերենը չկար, իմ հայերենը 0 էր։ Քանի տարեկանում ես եկել։ 10 տարեկան էի որ եկա Երևան, սկզբից դպրոց գնում եմ ռուսական, 2 տարի, հետո ռուսական դպրոցները փակվեցին։ Ստիպված գնացի հայկական, սովորեցի հայերեն 0-ից, գերազանցիկ ավարտեցի դպրոցը։ Отличница։ Отличница։ Կամսամոլկա։ Ու ամենատիտղալուն այն է, որ ավարտել եմ նորմալ դասվար, այսինքն երեխաներին հայերեն սովորացնեմ։ Ուրեմն դու բացարձակ այլևս ոչ մի դու չպետք է դա ասեիր բառապես։ Դու всё արդեն ես ամբողջ կուրսից միակ ռուսախոս ուսանող էի, որ ավարտական դիպլոմային աշխատանք ա գրել հայոց լեզվից։ Ինա ասեմ մեր ընկերների համար, որ ես մեր Ինան շատ հայստ միշտ ասում է, չէ, ես հայերեն չի, ես չեմ կարող փաստորեն, բայց քանի որ 20 տարուց ավել աշխատել եմ, որ մենակ ռուսերեն, մի քիչ հայերեն այդքան դժվար էր տեղափոխվել արդեն հայերեն լրիվ մոտ։ Ասում եմ, ես ուսանողին հարցում են ճապորեն խոսում ես, ասում քննությունը երբ է։ Հիմա Ին փաստորեն աշխատում ես երկու թերթերում, թերթերեն չէ, դրանք լրատվական գործակալություն ավելի մեծ, հա, կայքերին ու ինչ էր մտնում քո պատասխանատվության մեջ, ասեք ինչով ես դու զբաղվում, հասկացանք մեյլինգներով չի զբաղվում այլևս, բայց Իմիջիայլոց իմ տեղը այն ժամանակ վերցրել էին ամուսնուս, ապագա Սերգեյին են վերցրել։ Դրան մենք անդրադառնանք։ Այնտեղ էլ ծանոթացել ենք։ Հիմնականում աշխատում է կառավարություն, արտաքին գործերի նախարարություն, ազգային ժողով, նախագահական։ Լուսաբանում է այդ ոլորտները, ինչով որ զբաղվում են, տնտեսական բլոկներ էի գրում, բանկեր, ֆինանսական, էկոնոմիկայի նախարարություն ու նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, մենք հետագայում ունեցանք առանձին կայք, որը մենակ content manager-ը ես էի, ես էի նյութեր գրում, ես էի հարցազրույցներ, անալիտիկա, ամբողջը ես էի պատրաստում, content-ը ամբողջությամբ ես էի լցնում։ Սկսած նյութ պատրաստելուց, վերջացրած կայքում տեղադրելուց, ամեն ինչին վրա էր։ Բավականին ծավալուն աշխատանք։ Բայց դա զուգահեռ բոլոր մնացած ոլորտների հետ։ Այն որ օրեր էր լինում, մի ականջով լսում ես կառավարությանից, մյուս ականջով լսում ես ազգային ժողովից, ձեռի հետ էլ հարցազրույց ես գրում։ Ու հետո ոնց է ստացվում հոդվածը։ Շատ լավ էր ստացվում, որովհետև արդեն սովորում ես։ Ինձ որ ասում են, ոնց ես դու կարողանում մի քանի գործ մի անգամից անել, ասում եմ, ես չեմ պատկերացնում, որ անհնար է 2-3 գործ մի անգամից անելը։ Որովհետև արդեն սովորություն է դառնում։ Երբ որ դու ազգային ժողով ես լսում, դեղից օրենք ես գրում, ստեղից ինչ որ տնտեսական ինչ որ հոդված ես գրում, արդեն քո համար սովորական բան է։ Բայց նաև կոմերցիոն հարցերով ես չես զբաղվել, ես ինչքան կոմերցիոն հոդվածներով։ Այո, մենք պատրաստում ենք նաև տարբեր ընկերությունների հետ կոմերցիոն ծրագրեր, մշակում ենք, ենթադրենք content պլաններ, կախված ոլորտից ու գրում ենք ոչ միայն գովազդային նյութեր, այլ նաև ենթադրենք բացատրում ենք մարդկանց ինչ որ ոլորտներ։ Օրինակ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մենք բացատրում ենք, ենթադրենք տարբեր ափերի գործունեությունը, ոնց են նրանք աշխատում, որ ավելի լավ համեմատական կանցկացում, հա, բաստորեն համեմատական, որը ինչ առավելություն ունի, նույնը նաև սակագնային պլանների, տարբեր օպերատորների, որը որ ավելի ձեռնտու է, ինչով է տարբերվում, ինչ առավելություններ է տալիս, նաև աշխատում ենք կենտրոնական բանկի հետ առանձին պրոյեկտ ունենք ֆինանսական գրագիտության հետ կապված, դա մարդկանց սովորացնում ենք ֆինանսներ կառավարելը։ Այսինքն ստացվում էր իհարկե։ Չէ, ձեզ մոտ չէ, որ լսում էր իրանց մոտ։ Իրանց մոտ հույս ունեմ, բայց հիմնականում Հայաստանում շատ է այդ խնդիրը կա, որ մարդիկ գեր կրեդիտավորված են, մարդիկ չեն հասկանում, երբ կարելի է կանգ առնել վերցնելուց։ Ես ինձ թվում է դա նրանից է նաև գալիս, որ բանկերը շատ հեշտությամբ են տալիս այդ կրեդիտը, այսինքն ես ամեն մեկը մի քանի կրեդիտ ունի, ես չեմ պատկերացնում, սկզբում ինձ թվում էր, որ ես ինչ-որ մի բան չեմ հասկանում երբ սիստեմայի մեջ, որտեղ դա մի քիչ ավելի ուշ է հայտնվել, քան ես այնտեղ էի։ Ու փաստորեն հիմնական խնդիրն էր, որ մարդիկ լավ չէին հասկանում, թե վարկը ինչ է, ու նույնիսկ եթե գնում էին խանութ, ենթադրենք ասում են, «Օ, 0% ապառիկ»։ Իրանք չեն հասկանում, որ իրանք 0% ապառիկը արդեն ներառված է գումարի մեջ, որ իրանք վճարելու են ամսական։
Հա, բայց քանի որ ամսեկ կարող են վճարել, իրանց մի քիչ ավելի թեթև էին երևի զգում, քան թե գումարը ամբողջական։ Բայց արդյունքում վճարում էին ավելի շատ, քան այդ ապրանքի արժեքը։ Մենք դա ենք բացատրում։ Բայց օրինակ Բելգիայում ես առել եմ 0% ապառիկով համեմատական, ասենք, տեխնիկան ապրանքներ, շատ գտնում որ նոր եկել էի, բան, ճիշտ համեմատում էի, ասենք գները ավելի բարձր չէին տենց շատ ուժեղ ասեմ սենց, քան թե ասենք Բելգիայում վարկերի տոկոսներն են ավելի ցածր։ Ընդ որում, նայած ինչ ժամկետով եք դուք վերցնում ինչ որ վարկ, վարկից կախված գինն էլ է կորցնում, փողն էլ է կորցնում իր արժեքը։ Հա։ Նույն ենթադրենք 1000 եվրոն այսօր եւ 1000 եվրոն մի տարի հետո դոլարի տարբեր 1000 եվրոներ են։ Ունեք ես ինչ ասեմ, ունենք 100 եվրոն Բրյուսելում ու 100 եվրոն ու Հայաստանում արդեն ինչքան ասացում 350,000 դրամ, 40,000 դրամ նույն արժեքունակությունը չունի։ Ոչ միայն Հայաստանում եւ Բելգիայում տենց չպետք է համեմատենք, թե մենք վարկը վերցնենք Բելգիայում, Բելգիայի մասին էլ պիտի խոսենք։ Ենթադրենք այսօր ես 100 եվրոյով ենթադրենք կարող եմ առնել ենթադրենք միս, բանջարեղեն եւ ինչ որ բան, մի տարի հետո այդ նույն 100 եվրոյով եւ կառնեմ արդեն ավելի քիչ ապրանք։ Այսինքն կորցրեց իր արժեքը, հետեւաբար ես վճարում եմ ավելի շատ։ Նույն ապրանքի համար ես հասկանում եմ թե ես ինչ եմ լեգաբանություն ընտրել, բայց դու բաստրեն այդ գործակալությունում աշխատես մինչև որ տարիք։ Մինչև Բելգիա տեղափոխվելը, մինչև 3 տարի, չհամարյա 4 տարի առաջ տատացրեցի 2021-ին, հա։ 2021-ին տեղափոխվում ես Բելգիա, մինչև Բելգիա տեղափոխվելը, ուրեմն վերադառնանք Սերգեյին։ Սերգեյը բաստորեն Սերգեյին վերցել են քո աշխատանքի վրա, հա։ Ինձանից մի ամիս շուտ ոնց է կար, դիտման բարի հաստ։ Դիտման բարի, որի հետ ծանոթանա։ Ուտեց գործի տեղը գործի տեղը, հետո ինքը պաշտպանեց իր PhD-ին, գնաց համալսարանում դասավանդելու։ Դու մնացիր, իսկ ես մնացի նույն տեղում 20 տարի։ 20 տարի, հսկայական մի ամկետ, ասենք, այսօրվա դրությամբ մի ամբողջ կյանք, հա։ Ու Բելգիա ինչ եք տեղափոխվում։ Իր աշխատանքի հետ կապված ինքը կոնտրակտ ստորագրել Բելգիայի համալսարաններից մեկի հետ, VUB-ի հետ, ու մենք ընտանիքով տեղափոխվեցինք։ Ինչ լավ բան արեցիք։ Հույս ունենք, տեսնենք։ Ոնց է անցնում կյանքը Բելգիայում։ Դժվար, որովհետև լեզվի խնդիր կա։ Որտեղ մի ամբողջ կյանք ես թողել այնտեղ մի ամբողջ կյանք, հետո ֆրանսերեն 0-ից շատ դժվար է սովորել, հետևաբար անհնար է նույն ոլորտով աշխատանք գտնել։ Անհնար բան չկա իհարկե, բայց դժվար է։ Բայց դժվար է, հա, իհարկե, որտեղ քո մասնագիտությունը հենց լեզվի տիրապետման հիմա վրա է, այսինքն նես չի որ ուղղակի պարզապես պետք է խոսես։ Հա, բայց ես վստահ եմ, որ գերազանց գրել, գերազանց հասկանալ, գերազանց խոսել, ուսումա կլինի դա մի քիչ ժամանակ։ Ասենք սովորենք, շարունակում եմ սովորել։ Մինչ այդ Բելգիահայը հպարտությամբ քեզ բայց տանը նստել չեմ կարող, դե արել համ Բելգիահայում նորություններ եմ պատրաստում, համ ինչ որ էլի բան է ցանում, չէ՞, դու նաև ռուսերենի դասեր ես տալիս, դպրոցում, Իրակնորիա դպրոցում, Գենտում դասավանդում եմ Smart Star դպրոցում, ռուսերեն դասեր։ Շատ լավ, չես կարողանում։ Վերջապես իմ դիպլոմը պետք եղավ 20 տարի հետո։ 20 տարի հետո կարողացի որ ես դասատու եմ։ Իսկ դա կոմոդ շատ լավ է ստացվում։ Հույս ունեմ։ Հա, լավ է, իհարկե։ Իսկ ինչ, ասենք, ինչ պլաններ ունես, ինչ երազանքներ ունես, ինչ ցանկություններ ունես, որ իմ երազանքը վերջապես լեզու սովորելն է ու աշխատանք գտնել հենց իմ ոլորտի հետ կապված, որովհետև շատ եմ սիրում իմ աշխատանքը։ Ինձ հիմա շատ վատ եմ զգում, որ ես լրագրությամբ շատ քիչ եմ զբաղվում։ Կնախընտրեի շարունակել գրել նույն ոճով, նույն տեմպի մեջ, մարդ որ սովորում ես հենց ակտիվ տեմպի մեջ ապրել, աշխատել, ինչ որ բաներ ստեղծել, գրել, շատ դժվար է նստել պարզապես տանը ու ինչ որ շատ քիչ դառնալ մամա, դառնալ պրոստ մամա, ու շատ քիչ աշխատանք անել։ Արդեն սկսում ես միևնույն է ամբողջ օրը նորություններ ես նայում, թերթում ես կայքերով, հեռախոսով, արդեն սովորություն, արդեն միևնույն է պետք է տեղյակ լինես ամեն ինչից, չես ուզում հետ մնալ, հետ վարժվել։ Ես նորություններ շատ քիչ եմ լսում, զայրանում եմ, դադարում եմ։
Մենք կոնորություններն եմ լսում, որ բանը աշխատանքի ժամանակ միշտ Բելգիա ռադիոն եմ լսում։ Դե որ քեզ լսում եմ ուրախանում եմ։ Վայ, վայ ինան աղջիկներն էլ իհարկե Ամանդային, Նատալին ամեն անգամ որ լսում եմ, դարձ բոլոր հաղորդումները մեծ հաճույքով իհարկե։ Ինչ ասել շատ շնորհակալություն, որ sense համբերատար իմ բոլոր գրածները թարգմանում են, կարդում են, չեն բողոքում, որ շատ եմ գնում պատրաստում նորությունները։ Չէ, իստմա որին էլ դա հետաքրքրում է, որտեղ դու շատ են սինտեզավորված, հա, բարգա, սինտեզարած հակիրճ ներկայացնում ես ամեն ինչ ինչ որ կատարվում է Հայաստանում, ամփոփ, որ շատ ձանձրանան տարբեր ոլորտներից ամեն ինչը։ Հիմա նայ, օրինակ, ես որ Հայաստանից եմ, ես գիտեմ, որ այնտեղ ասենք բանով, ռադիոներով միշտ նորություններ, անգամ հեռուստատեսության, բան, մի ուրիշ ռիթմ կա նորությունները կարդալու համար։ Օրինակ, մեր մասին զրուցել ենք, որտեղ ասենք մարդիկ կան ինձ ասում են, բայց ինչի այդքան արագ կարդում, չէ, ասում եմ, բայց մեր մոտ Հայաստանում ռադիոյի նորությունները, այնց ֆլաշ նորությունները, այնց արագ են կարդացվում։ Որովհետև նորությունը արագ ընթացող անցնող բան է, դրա համար էլ պետք է արագ կարդալ։ Եթե նորությունը դու կարդում ես ավելի դանդաղ, ավելի ազատ ռիթմով, արդեն նորություն չէ, դա արդեն ինչ-որ անկյական խոսակցություն է, դրա համար նորությունները պետք է կարծում, որ դա ուղղակի, ասենք, կոնցեպտ է, որին մենք սովոր ենք մեր համար, որովհետև անձամբ ինձ համար, երբ որ դա ինչ-որ քաղաքական թեմաներ է, որ ավելի բարդ ֆինանսական թեմաներ է, օրինակ հիմա բան որ մի քիչ համոզել եմ որ մի քիչ դանդաղ ես կարդում, իմ համար ավելի հեշտ է անցալելը, անձամբ։ Միգուցե, քանի որ այստեղ ուրիշ խնդիր էլ կա, լեզվական խնդիր։ Քանի որ Բելգիայում հայերը այդքան էլ շատ չեն խոսում հայերեն, իրենց համար արդեն մի քիչ հետ են վարժվում հայերեն խոսքը, արագանությամբ լսելը, միգուցե թեմաները մի քիչ դժվար են, միգուցե տերմինաբանության այդքան ծանոթ չեն, որովհետև մենք Հայաստանում շատ ենք օգտագործում համ նոր բառերին, ինչ-որ տերմիններ օգտագործում, համ մենք սովոր ենք արդեն լեքսիկային, հա, իսկ այստեղ արդեն մարդիկ հետ են վարժվել, իրենք ասում են նորությունները ֆրանսերեն։ Մենք կարելի է հարցում կազմակերպել, օրինակ մեր ունկնդիրներին հարցնենք, ոնց են իրենք ավելի լավ ընկալում նորությունները, երբ որ արագ են կարդում, թե երբ որ դանդաղ են կարդում։ Պետք է մի հետաքրքիր հարցում ավելի հարմար կլինի, որ իրենք կարողանան հասկանան ամեն ինչը։ Հա, իհարկե, որ երբեմն տերմինոլոգիա կա, այսինքն ինչ-որ տենց ինֆորմացիաների խտացում կա։ Պարզապես արդեն քո համար է դժվար, որ դու արդեն սովոր ես արագ խոսել, արագ գրել, արագ ձայնագրել, արդեն սկսում ես դանդաղ խոսել, արդեն քիչ քո համար է դժվար։ Բայց գիտես, ես ծնվել եմ, որ քեզ քո կյանքդ բարդացնեմ, չկատակ եմ անում։ Իսկ ինչ բացի աշխատանքից, որը իհարկե փաստորեն նաև քո հոբին է, ասեմ ասենց, հա, պրոֆեսիոնալ հոբին, այսինքն դու սիրում ես քո աշխատանքը, ինչ ես ուրիշ սիրում անել, ինչով ես սիրում զբաղվել, ինչ բնագավառներ են քեզ հետաքրքրում։ Շատ դժվար է ասել, որովհետև ես կարող եմ ինչ-որ բանով տարվել, ենթադրենք սկսել գործել, մի պահ տարել էի, սկսել էի բոլորի համար արվիկներ գործել, ընտանիքի անդամների համար, ամեն մեկին իր ձևով, իր գույներով, հետո շատ ձանձրացա, փոխվեցի, ասի հիմա պետք է ինչ-որ հիմա կարու ձևով եմ զբաղվելու, բոլորի շորեր եմ կարելու, փրկվաներ եմ դրանով չեմ զբաղվում, շատ եմ սիրում ինչ-որ պարանոցում բաներ պատրաստել, ինձ լավ խմորեղեններ ա պատրաստում, ինքը իմ բանն է, ինքը իմ ստեղի մաման է, մեծ քուրիկս է, որ գնում եմ իրանց տուն, դուրս են խմորեղեն, բան, կոֆե, չայ եւ այլն Սպավորություն, որ վեճնի սոված եմ գնում իրանց։ Մի հատ ընկերուհի էլ ունեմ, ասում է, երբ որ քո տուն եմ գալի, ոնց որ մամայից տուն եմ եկել։ Ես եմ ասում, մամայի տուն, որ դաշ պատրաստել քո հետ տանես։ Հա, շատ ցենց կոմոդ կա է։ Դա մեր մոտ ազգական, ինչ որ ազգային Ոչ մարդկանց մոտ ավելի շատ, քան մյուսների մոտ։ Գուցե պետք է շատ հետաքրքիր լինի, հետ հանդիպեցինք այդ էքսպոն էքսպոյի դոկումենտներ ուսումնասիրելու ժամանակ, հետո պարզվեց, որ շատ մարդիկ ենք ճանաչում ընդհանուր մենակ մենք իրաց չէինք հանդիպել, չէ՞, մնացածը շատ ծանոթները շատ են։ Եթե կյանքում թողնեի մի բան աներ դրի անվճար, ինչ կանեիր։
Օրինակ հիմա անում եմ նորություններ։ Ճիշտ է։ Աշխատում եմ անել բարի գործեր, ոնց ասում են, բայց չեմ սիրում դրա համար գլուխ կովել կամ ինչ-որ sense բաներ անել։ Միշտ աշխատում եմ պատրաստ լինել մարդկանց օգնելու, ինչ-որ աջակցելու։ Սիրում եմ մարդկանց օգնել։ Ակոտ լավ է ստացվում։ Հետո երիտասարդ է, բայց եթե մի օր լինես, ոնց կուզես քո մասին հիշեն։ Գուցե ինչ-որ մեկ ասի, ինչ լավ մարդ էր։ Դե դա հատ կասեն, իսկ ուրիշ ինչ ասեն։ Դժվար է ասել։ Իսկ Կարող է բարի խոսքով հիշեն։ բարի խոսքով միշտ կհիշեն, ինձ թվում է դժվար որ չհիշեն։ Օրինակ ինչ ես կարծում քո ամենամեծ որակավորումը ո՞րն է որակը։ Ոյ, շատ դժվար է ասել։ Միգուցե պրոֆեսիոնալիզմը։ Եթե ինչ-որ միշտ ասեմ, եթե ինչ-որ բան անում ես, պետք է անես շատ պատասխանատու, որակով։ Միգուցե սա։ Երբ ես վերջին անգամ նշել քո ձեռքբերումները։ Այսօր։ Երևի։ Այսօր լավ բան ենք նշել, բայց հետո կասենք։ Քո Անձնական ձեռքբերումներ երևի այդպես չենք նշում։ Պարզապես տանը մի քիչ իրար շնորհավորում ենք, աջակցում ենք, երևի այդպես շատ մեծ շոկով չենք նշում։ Կյանքում ինչի համար ես երախտապարտ։ Շնորհակալ։ Երեխաներից։ Տվյալ պահին քո ուշադրությունը ինչի վրա է բևեռված։ Երեխաների, որովհետև երկուսն էլ պատասխանատու շրջան ունեն, քննական, մեկը ավարտում է դպրոցը, մյուսը հերթական դասարանից պիտի տեղափոխվի, իրանց համար մի քիչ դժվար է, որ լեզվի խնդիր կա, մի քիչ ստեյի ծրագիրը տարբերվում է Հայաստանի ծրագրից, բայց հույս ունենք։ Ասեմ, որ Ինայի մեծ տղան Ալիկը շատ հաճախ մեր օգնում է արմոգետ կերների երեկոներին մուտքի մոտ կարող եք հանդիպել Ալիկին երիտասարդ Ալիկը։ Ինչ որ բանի մասին փոշմանում ես։ Որ ժամանակին լեզուներ չեմ սովորել։ Ժամանակին շատ հնարավորություններ կար անգլերեն, ֆրանսերեն, ենթադրենք ինչ որ լեզու սովորել, բայց երևի այն ժամանակ այդքան չէի մտածում, որ կյանքում ինձ պետք է։ Բայց դու գիտակցում ես, չէ՞, որ դու դա շատ երիտասարդ ես։ Բայց լեզուները արդեն այդտենց հեշտ չի սովորել։ Ոնց որ այն ժամանակ։ Ինձ ուղղակի ուշադրություն ուրիշ բանի վրա է։ Այսինքն դրա պահին ավելի երեխաներ եւ այլն, այսինքն եթե քո նպատակը ասենք իրոք քեզ անհրաժեշտ լիներ, ասենք սովորել, ինձ թվում է կանեի ավելի շատ ընտանիքի մասին ես մտածում, ոնց տենց անել, որ իրանք հոգեբանորեն ստեղ ավելի լավ զգան, որ չնեղվեն, որ բոլորը ընկերները, բարեկամները այնտեղ են մնացել, իրանք ստեղ մենակ են կարելի ասել։ Եթե կարողանայիր փոխեիր ինչ-որ մի բան քո կյանքում, ինչ կփոխեիր։ Միգուցե ոչինչ։ Լավ միտք է։ Վերջի հարցը Բելգիա ռադիոյի վերաբերյալ ինչ ծրագրեր, ինչ պլաններ ունես, ինչ մտադրություններ ունես, գուցե ինչ որ հետաքրքիր։ Մենք միգուցե նոր ծրագրեր կպատրաստենք, ինչ որ հարցազրույցներ, մտածում ենք նաև լայնելու մեր գործընկերների բազան, իմիջիայլոց բոլոր հայ գործարարներին հրավիրում ենք մեր հետ աշխատելու, դուք կարող եք մեր հետ աշխատել ոչ միայն որպես գովազդատու, այլ նաև որպես գործընկեր, կարող են տարբեր ձևաչափեր գտնել, մտածում ենք հիմա տարբեր ձևաչափերի մասին, տարբեր հնարավորությունների մասին, նոր ինչ-որ ծրագրերի, ինձ թվում է հետաքրքիր կլինի եւ նորություններ կլինեն, ոչ միայն որպես նորություն, այլ նաև որպես ինչ-որ նոր թարմ ծրագրերի մենք կոչ ենք անում մեր բոլոր հայ եւ ոչ հայ գործարարներին կապվել Ինևերինսկայի հետ, ես հաղորդման ներքևում կթողնեմ իր տվյալները, որպեսզի կարողանաք հանդիպեք, զրուցեք, տեսնեք թե ինչպիսի համագործակցություն կարող եք գտնել
միասին։ Ինջան շատ շնորհակալություն Քեզ էլ շատ շնորհակալություն հրավիրելու ժամանակի համար ու միշտ ես ուրախացրու քո նորություններով ու հուսով եմ հետագա ուրիշ ավելի հետաքրքիր ծրագրերով։ Հույս ունենք նորությունները կլինեն միայն բարի, բայց դա ինձանից չէ միայն կախված։ Ամեն դեպքում, ինչպես ես միշտ ասում եմ նորությունների վերջում, մնացեք մեզ հետ։ Մերսի։ Բոլորին լավ օր ցանկանում։ Մինչ նոր հանդիպում Մարիշի հետ հաղորդման եթերում։